Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է տաղավարում, ես այսօր զրուցելու եմ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Պարոն Միրզոյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Ըստ ավանդույթի ես պետք է իմ շնորհակալությունը հայտնել ձեր մոտ հրավիրվելու համար։ Պարոն Միրզոյան, կուզեի մեր զրույցը սկսենք Մինսկի խմբի լուծարումից։ Իհարկե մենք գիտենք, որ այդ մասին հայտարարություն տարածվել էր դեռևս օգոստոսի 8-ին, այնուհետև Հայաստանը եւ Ադրբեջանը դիմում էին ներկայացրել Մինսկի խումբը լուծարելու համար, բայց այստեղ հարցն այն է, որ չէ՞ որ Մինսկի խումբը չէր ձևավորվել այդ երկու երկրների դիմումի համաձայն, բայց այդ դիմումի հիման վրա լուծարվեց։ Ինձ հետաքրքիր է, արդյոք իրականում Մինսկի խմբի լուծարմամբ եվրոպական երկրները հաստատում են եւ ընդունում են, որ այո, կարելի է եւ հարցերը լուծել բռնի ուժով, ուժի գործադրմամբ։ Գիտեք, Մինսկի խմբի լուծարման մասին ինձ պատահել են բավական հակասական կարծիքներ, սկսած նրանից, որ սա ուղղակի վերջն է, ամեն ինչ կորսված է եւ ավարտված նրանով, որ որևէ նշանակություն դա չունի։ Եկեք չմոռանանք, թե Մինսկի խումբը բացի իր բուն գործառույթից, զբաղվել Արցախյան հակամարտության կարգավորմամբ, գտնել արդարացի միջազգային իրավունքի հենքի վրա լուծում, ինքը նաև յուրատեսակ մի պլատֆորմ էր, որը թույլ էր տալիս աշխարհի, այսպես ասած, ուժեղներին, հզորներին հանդես գալ համաձայնեցված համադրելի դիրքերից, հա։ Նայեք, տարբեր շրջաններում, հատկապես վերջի շրջանում Մինսկի խմբում ներկայացված էին Ռուսաստանը եւ այսպես ասած հավաքական արևմուտքը, հանձինս Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների։ Եվ շատ հետաքրքիր մի իրավիճակ էր եւ մասնագետները, որոնք զբաղվում են Մինսկի խմբի գործունեությամբ, վերլուծողները, քաղաքագետները միշտ դրա վրա ուշադրություն են գրավում, որ բազմաթիվ այլ հարթակներում այս երկրները գտնվում են բավականին հակասական դիրքերում, նույնիսկ առճակատման են գնում, բայց Մինսկի խումբը դա այն ունիկալ հարթակն է, որը թույլ է տալիս այս երկրներին հանդես գալ, եթե ոչ ընդհանուր, ապա համաձայնեցված դիրքերից։ Այդ առումով իհարկե Մինսկի խումբը շատ կարևոր էր, բայց դա արտահայտում էր այն ընդհանուր իրավիճակը, որը տիրում էր միջազգային հարաբերություններում, հա։ Մենք ապրում ենք մի շրջան, որտեղ դեռևս հնարավոր էր հակադիր ճամբարներում գտնվող երկրներին հանդես գալ առանձին հարցերի մասին, առանձին հարցերի շուրջ համաձայնեցված դիրքերից, եւ Մինսկի խումբը դրա լավագույն օրինակն է։ Այսօր ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ տեղի ունեցող այդ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների արդյունքում մենք հայտնվել ենք մի վիճակում, որ աշխարհը կարծես թե կրկին վերադառնում է նախկին սառը պատերազմի շրջանին, երբ որ կային երկու ճամբար, խնդիրը նրանում է, որ այսօր կարծես թե ոչ թե երկու, այլ բազմաթիվ այլ ճամբարներ եւ ճամբարիկներ են։ Եվ այդ պայմաններում իհարկե Մինսկի խմբի գործունեությունը ուղղակի բավականին դժվար կլիներ։ Մինսկի խմբի լուծարումը նաև ցույց տվեց տեղում իրավիճակի, այսինքն թե ինչ աստիճան է հասել իրավիճակը հենց տեղում, հա։ Փաստորեն 23 թվականից վերացավ խնդրող առարկան Արցախը եւ կարող ենք դա դրական գնահատել, բացասական, կարող ենք ցավել, բայց Մինսկի խումբը այլևս զբաղվելու գործ չուներ։ Ասեմ ձեզ, որ դեռևս Մինսկի խմբի ձևավորման շրջանում կար այդպիսի նախագահ Մարիո Ռաֆայելի Իտալիայից էր, որը 92 թե 93 թվականին մի նամակ էր գրել, որտեղ նշում էր, որ եթե մենք քայլեր չձեռնարկենք, ապա իսկ խոսքը գնում էր ադրբեջանական հարձակման շրջանի մասին էր, հիշում եք 92 թվական Արցախը ամբողջությամբ այդ օղակի մեջ էր, հա։ Եվ նա ուղղակի ասում էր, որ եթե որևէ քայլեր մենք չձեռնարկենք, ապա մենք չենք ունենա խնդրող առարկա եւ ստիպված կլինենք ինքներս մեզ լուծարել։ Մոտապես այսպիսի բովանդակությամբ նամակ կա, արխիվներում պահպանվել է
բայց իմ օրոքը դեռ կար։ Հիմա ես չգիտեմ, որտեվ վերջին այս հրապարակումներից հետո պարզվեց, որ փաստաթղթեր կորչել են, թե ինչպես կարող են փաստաթղթերը կորչել արխիվից, հա։ Դրա մասին կխոսենք անպայման։ Պարոն Միրզոյան, հիմա ի վերջո արձանագրենք Մինսկի խմբի լուծարմամբ Արցախի հարցը հասկանալի է, որ խնդրի առարկան նկատի ունենալով, որ Արցախը իր տարածքում այլևս արցախցիները չեն, վերանում է, ի վերջո այնտեղ կա սախահայության խնդիր, որի մասին բարձրաձայնվում է, խոսում է։ Ոչ, որտեղ Արցախի հարցը չի գոյացել Մինսկի խմբի ձևավորմամբ, Արցախի հարցը գոյացել է դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ որ Արցախը անարդար կերպով կտրվեց մայր հայրենիքից եւ հանձնվեց Ադրբեջան, նորաստեղծ Ադրբեջանին։ Արցախի հարցը գոյություն է ունեցել նույնիսկ Խորհրդային Միության շրջանում, բազմաթիվ փաստեր կան նրա մասին, որ արցախահայերը եւ ասեմ նաեւ Հայաստանից զգալի թվով մարդիկ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, պետական գործիչներ միշտ մտքում են պահել այդ երազանքը Արցախի եւ Հայաստանի միավորումը այս կամ այն ձևով։ Արցախի հարցը գոյություն է ունեցել պատերազմների ընթացքում եւ իմ ողջ հարգանքով հանդերձ Մինսկի խմբի նկատմամբ Արցախի հարցը չի կարող փակվել Մինսկի խմբի լուծարումով։ Արցախի հարցը կա եւ շարունակելու է լինել այնքան ժամանակ, մինչեւ կա այդ հարցի համար պայքարող մարդիկ։ Իսկ այդ մարդիկ Արցախի բնակչությունն են։ Հիշեցնեմ ձեզ, որ պատերազմից առաջ Արցախում ապրում էր 150,000 մոտավորապես վերջի մարտահամարի տվյալներով, կլոր 150, 149, 148,000 արցախցիներ ապրում։ Դա չհաշված այն բազմաթիվ արցախցիներին, հարակից շրջանների բնակիչներին, Շահումյանի, Գետաշենի, որոնք ստիպված են ռազմական գործողությունների պատճառով լքել իրենց հայրենիքը, եւ այդ թիվը զգալի թիվ է, մինչեւ որոշ մասնագետների տվյալներով մինչեւ մոտ 500,000 թիվ է ասնում, քան դեռ կան այդ մարդիկ եւ այդ մարդիկ պատրաստ են պայքարել իրենց երազանքի համար, իհարկե այդ հարցը կա եւ անհրաժեշտ ժամանակ համապատասխան կառույց կրկին կձևավորվի, որը կզբաղվի այդ հարցի դիվանագիտական կարգավորմամբ։ Շատ լավ, հիմա պարոն Միրզոյան, եթե թույլ տաք գանք փաստաթղթերին, որոնք հրապարակվել են, դուք 2012-ից 17 թվականներին եղել եք Արցախի արտգործնախարար։ Պարոն Միրզոյան, այն փաթեթը, որ հրապարակեց օրերս Հայաստանի կառավարությունը, որքանով ամբողջական է եւ որքանով իրապես արտացոլում է այն բովանդակությունը, որ այս ողջ տարիների ընթացքում քննարկվել է, մշակվել է, ներկայացվել է Մինսկի խմբի կողմից։ Փաթեթը իհարկե ամբողջական չէ եւ կարծես թե հրապարակողներն էլ են դա ընդունում, որտեվ այլ պարագայում իրենց պարտքը չէին համարել, մի հատ երկար անհասկանալի մի գրություն կցեին, չէ, որտեղ բացատրում են ընթերցողին, թե ինչպես պետք է յուրաքանչյուր փաստաթուղթը ընկալեն։ Հա, այնպեսի տպավորություն է, որ մարդկանց ապուշի տեղ են դնում, մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչ է, ինչոց է։ Դե իրենք չէին հասկացել, ստացվում է, որովհետև այդ մասին խոստովանեց, չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասաց, իմ առջև մի քանի այսպես թղթեր կան, ես չեմ հասկանում, որից հետո է, կներեք ընդհատելու համար։ Չէ, շատ տեղին եք ասում, դա առանձին հարց է, թե ոնց կարող է մարդ պատկերացում չունենալով ոչ միայն արցախյան հիմնահարցի մասին, այլ ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, նրա էության մասին, ինչպես են տարվում բանակցությունները, հա, մարդիկ, որոնք իրենց կյանքում իրենց ամենահաջողված բանակցությունը եղել է օրինակ շուկայում ամառվա սեզոնին էժան 10 դրամ էժան ծիրան են առել եւ շատ երջանիկ են եղել երկար սակարկելու բանակցելու արդյունքում։ Հիմա այսօր այդ մարդիկ նույն տրամաբանությամբ զբաղվել են նաեւ Արցախի հիմնահարցով։ Թե ինչին է դա բերում, մենք բոլորս այսօր ականատես ենք։ Փաստաթղթերը իհարկե ամբողջական չեն, փաստաթղթերը միտումնավոր ընտրություն է կատարվել, զավեշտային դրվագ կա, դրան արդեն կարծես թե բոլոր ուշադրություն են դարձել Քիվեստի պայմանագրի հետ կապված, որ հայտարարվել է կարծես թե որ Քիվեստի չկա, հա։ Եվ այստեղ ես օրինակ ահազանգ կհնչեցնեի եւ կդիմեի դատախազություն եւ անվտանգության ծառայություն, ինչպես կարող է թուղթ, որը
գրանցվել է պետական ռեգիստրներում, մատյաններում եւ այլն անհայտանալ։ Դա Իսկ եղել է այդ թուղթը դուք տեսել եք իրականում դա։ կներեք, այդ թուղթի շուրջ բանակցություններ են եղել, ոնց կարող է թուղթ չլինել։ Այդ թուղթը 2007 թե 8 թվականին այդ թղթից իրենց ասելով արտահոսք են արել, հա։ Մեջբերում են արել կայական ժամանակում։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք 2007 թվականին գողացել են այդ թուղթը արտահոսք անելու համար, նայեք, բազմաթիվ հարցեր կան։ Մի կողմ թողնեք, որևէ նոր բան չկա, ու մի փոքր նորություն կարելի է անցնել Սերժ Սարգսյանի հայտնի նամակը Վլադիմիր Պուտինին, բայց այնտեղ էլ որևէ նոր գաղափար, որի մենք տեղյակ չէինք, այսինքն այդ գաղափարը երրորդ նախագահան բազմաթիվ նամակում հնչեցրած մտքերը, բազմաթիվ առիթներով հնչեցրել է։ Այսինքն եւ դա ներկայացնել որպես սենսացիա, որը նորովի է բացում ինչ-որ մեր աչքերը եւ այլն, ուղղակի խեղկատակություն է։ Սա որևէ առնչություն չունի իմ կարծիքով դիվանագիտական գործընթացի պատմության վրա լույս սփռելու խնդրի հետ, սա նախ եւ առաջ պետք է ընկալել նախընտրական աշխատանքների հետ, որտեղ մենք բոլորս գիտենք, որ կես տարի հետո հա հունիս ամսին մեզ սպասում են ընտրություններ եւ ներկայիս իշխանությունները շատ լավ հասկանալով գիտակցելով որ իրենք չեն վայելում նախկին ժողովրդականությունը եւ իրենց սպասում է բավականին դժվար փորձություն ժողովրդական լեզվով ձեռը գցում են փրփուրից, հա յուրաքանչյուր առիթով փորձելով բարձրացնել իրենց հեղինակությունը եւ նվազեցնել, ասենք թե հնարավոր հակառակորդների հեղինակությունը։ Պարոն Միրզոյան, անդրադառնանք 2019 թվականի առաջարկներին, ըստ էության եղել է երկու առաջարկ, դուք այդ ժամանակ արդեն Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էիք, այնուհետև նշանակվել եք արտակարգ եւ լիազոր դեսպան։ Դուք տեղյակ եք, որ այդպիսի առաջարկներ կար, առհասարակ ԱԳՆ-ում այդ առաջարկները քննարկվել են։ ԱԳՆ-ում այդ առաջարկներ չեն քննարկվել, ես տեղյակ եմ եղել, որ կան, այսինքն քննարկել, ասելով ինչ նկատի ունեք, ընդարձակ կոլեկտիվով։ Դա չեմ ասում հանձնաժողովների կամ վարչությունների մակարդակով, այլ մարդիկ, որոնք զբաղվել են բանակցային գործընթացով այդ շրջանում, իհարկե հավանաբար շուտ քննարկումներ ունեցել են, որտեղ այլ պարագայում հնարավոր չէ աշխատել։ Ես անձամբ տեղյակ չեմ եղել, որտեղ այդ շրջանում որևէ հստակ, ասենց ասեմ, պատասխանատվության ոլորտ չեմ ունեցել, պարզապես ներկայիս իշխանությունները ինձ հավանաբար չվստահելով, թե ինչ պատճառներով որևէ ոլորտ չէին տվել, որ ես զբաղվեի, բայց իհարկե տեղյակ էի թե փաստաթղթի, թե բովանդակության մասին, որտեղ դրա համար տեղեկանալու համար կան բազմաթիվ այլ ճանապարհներ, հա։ Փաստաթուղթը, որը հրապարակվել է, կրկին, այսինքն նրա բովանդակությունը մեզ բոլորիս հայտնի է։ Հա դրա մասին կարծես թե բոլորը արդեն գրել են, իսկ ոմանք որոշ լրատվամիջոցներ նույնիսկ 4-5 անգամ, 10 անգամ, հա։ Եվ ուղղակի սա գալիս է։ Բայց Փաշինյանը հերքում է դրա առկայությունը։ Ինձ հետաքրքիր է նաև դրան ի վերջո պատասխան եղել է։ Այստեղ է ամենահետաքրքիրը, հա, ինչ են ասում, այստեղ է թաղված շան գլուխը։ Իսկ ինչ է պատասխանել Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ եթե լինի որոշակի ճնշում, որտեղ ի վերջո այս փաստաթուղթը նա ստիպված եղավ հրապարակել որոշակի հանրային ճնշման արդյունքում, որտեղ իրոք նա չէր կարող հերքել անհերքելին, հա։ Նա պետք է հրապարակի, արդյոք եղել է պատասխան, թե ընդհանրապես չի եղել պատասխան, հա։ Դա արդեն իր հրապարակելիքն է, ինքը պետք է դա խոստովանի, բայց ակնհայտ է, որ այդ փաստաթղթից հետո որևէ զարգացում բանակցային գործընթացում չի եղել, հակառակը բանակցային գործընթացը մտել է յուրատեսակ փակուղային, ոչ թե փակուղային, այլ ինչ են ասում, ճահճացված վիճակ, ինչը ի վերջո, երբ որ դադարում է բանակցային գործընթացը, ապա ակտիվանում է մտադրությունը, նպատակը լուծել այդ խնդիրը ռազմական ճանապարհով, ինչը եւ տեղի ունեցավ։ Պարոն Միրզոյան, ասում եք պատասխանը ըստ էության եղել է թե ոչ հայտնի չէ, հրապարակային պատասխան չի հնչել, արդյոք այդ փաթեթները հրապարակելուց հետո Ստեփանագերտում բղավել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, դա հրապարակային պատասխան չէր այս փաթեթին, առաջարկներին։
իհարկե դա նաև հրապարակային պատասխան է։ Ոչ միայն այդ հայտարարությունը, դրան զուգահեռ նաև մի շարք այլ հայտարարություններ, տարօրինակ շփումներ հակառակորդ կողմի հետ, հա, հիշում եք հայտնի այդ վերելակային դիվանագիտություն, ինչ որ ծրարների փոխանակում Դուբայում, թե Դոհայում, ինչ որ տես մի բան, հա, ինչ որ հատուկ մարդկանց միջոցով, ինչ որ հատուկ մարդկանց նշանակով, որոնք բան են անել, հա, այդ ամբողջը ուղղակի հիմա մենք խոսում ենք Միսկի խմբի մասին, հա, այդ ամբողջը ուղղակի հանգեցրեց Միսկի խմբի պարալիզացմանը։ Իսկ երբ որ պարալիզացվում է միջնորդի գործունեությունը, կրկին, այսինքն կողմերից մեկի մոտ մեծ գայթակղություն է ծնվում հարցը լուծել իր համար ավելի մատչելի, ավելի հասկանալի մեթոդով, այն է ռազմական ճանապարհով։ Մի փոքր բովանդակության է, եթե կարելի է 2019 թվականին փաստաթղթի իհարկե շատ խոսվեց, բայց քանի որ պարոն Միրզոյան, այստեղ տարընկալումները եւ տարբեր տեսակի մեկնաբանությունները չափազանց շատ են, կխնդրեմ մի փոքր անդրադառնաք։ Փաստաթուղթը թեև հրապարակված է, բայց Փաշինյանը մի բան է ասում, դիմությունը մեկ այլ բան է ասում, հասկանում եմ ձեր հիմա ժպիտը, բայց եւ այնպես ինչ էր տալիս փաստաթուղթը Արցախին։ Նայեք, ես ձեզ մի բան ասեմ, էլի, այս ամբողջ աղմուկը ինձ հիշեցնում է Պեպոյի մեջ է, չէ՞, որ բարաթ են ման գալիս։ Այո։ Բարաթը գտնեն, հարցերը կլուծեն, հա։ Մեր որոշ գործիչների մոտ պատկերացումը ուրեմն բանակցային փաստաթղթի եւ բարաթի մասին մոտավորապես նույնն է։ Թուղթը կա, այսինքն հարցը լուծված է։ Ցանկացած միջնորդների կողմից ներկայացված առաջարկ ինքը ոչ թե արդեն ավարտական փաստաթուղթ է, այլ հիմք է բանակցությունների համար։ Հիմա նույն մյուս տարբերակները սկսած 90-ականների սկզբից այդ փուլային, փաթեթային, ընդհանուր եւ այլն, նույն քիվեստը այդ տխրահարճակ, դրանք չեն եղել վերջնական տարբերակներ։ Դրանք եղել են այն փաստաթուղթը, որոնց հիման վրա կողմերը պետք է լրամշակումներ անեն եւ հասնեն խնդրի կարգավորմանը։ Այսօր ասել, որ 19 թվականին մեզ տրվել է վերջնական, հա, ինչպես ասում են, մահախոսականը, դա ուղղակի այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք պետք է աշխատեին։ Իսկ աշխատելը դժվար է։ Հասկանալի դիվանագիտական աշխատանքը դա ծանր աշխատանք է, դա պահանջում է ուղեղի բջիջների լարում։ Իսկ երբ որ մարդկանց մոտ ուղեղի բջիջների պակաս է, ստացվում է այսպիսի վիճակ։ Եվ սկսում եմ մեզ ասել, որ մեզ թուղթ էին բերել, թուղթը ֆետիշիզացնում են, ասում են, որ հա, դե ինչ պետք է անեիք, պետք է գնայիք աշխատեիք, պետք է ամրապնդեիք բանակը, պետք է ամրապնդեիք սահմանը, պետք է ամրապնդեիք պետությունը, ոչ թե պարակտեիք երկիրը սևերի, սպիտակների, հների նախկինների, հա, ոչ թե թուլացնեիք բանակը, ոչ թե գնեիք անպիտան զենք, որ այդպես էլ 44 օրյա պատերազմի ժամանակ չկրակեց։ Բազմաթիվ բաներ կար, որ պետք է անեին։ Պարոն Միրզոյան, սրա հակադարձումը, սրա չէ, առհասարակ իրենց հակադարձումն այն է, որ եթե այդքան լավն էր առաջարկները, հնարավոր էր լուծեիք 30 տարի բանակցում էիք։ Սիրես, բանակցության նպատակը, ես այս թեմայով համարյա ամեն ինտերվյուի ժամանակ փորձում եմ խոսալ, էլի հարցնում եմ, բանակցության նպատակը ոչ թե ինչ-որ թուղթ ունենալն է։ Մենք հիմա ունենք թուղթ։ Բանակցության արդյունքում մենք ունեցանք թուղթ, որը օգոստոսի 8-ին թե 9-ին Վաշինգտոնում ստորագրվեց։ Հարցը լուծվել է։ Իրենք ասում են խաղաղություն է լուծվել է։ Ուր է խաղաղություն։ Այսօր առավոտյան կարդում եմ Իլհամ Ալիևը կրկին խոսում է ադրբեջանցիների վերադարձի, արևմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանական ալիքները սպառնում են մեր լրագրողներից մեկին, որ համարձակվել է հարցազրույցներից մեկում Արցախը անվանել Արցախ եւ կոչ են անում Փաշինյանի պատժել։ Սա է խաղաղությունը։ Սա խաղաղություն չէ։ Սա կներեք հայտարարություն է։ Նայեք, բանակցությունները դա process է։ Բանակցությունները կարող են տևեն տարիներով, նույնիսկ տասնամյակներով, բազմաթիվ օրինակներ ունենք։ Պոպուլյար օրինակը դա Իսրայել-Պալեստինյան կարգավորումն է, հա, քանի տարի են ձգվում բանակցությունները, որքան նախագծեր են բերվել։ Լավ, Կիպրոսի շուրջ բանակցությունները։ Քանի նախագծեր են բերվել, քանի
կոպիտ ասած գրիչներ են մաշվել, այդ թղթերը գրելով, մրելով, ստորագրելով, հարցը լուծված է, ոչ, բայց կողմերը կրկին եւ կրկին մտնում են բանակցությունների մեջ, որտեղ բանակցությունները թույլ են տալիս խուսափել պատերազմից, թույլ են տալի պահպանել մարդկանց կյանքը։ Բանակցությունները թույլ են տալիս նաեւ բանակցելու ճանապարհով հասնել քո նպատակին։ Նայեք, մի բան էլ ասեմ, այս թեման փակենք, էլի եմ ասել, մենք 90-ական թվականների սկզբին մտանք բանակցային փուլ շատ ծանր պայմաններով, որտեղ տիրող մտայնությունը միջազգային հասարակության մոտ հետևյալն էր, որ Խորհրդային Միությունը հա փլուզվել է, բայց չեն կարող թույլ տալ, որ Խորհրդային Միությունը փլուզվի անսահման, հա, ասենք թե 15-ի հանրապետությունն է, ուրեմն 15-ից ավել չի կարող լինել։ Չի կարելի թույլ տալ, որ ասենք թե 15-ը դառնա 30, 40, 50 Եվ այդտեղ տրամաբանություն կար, որտեղ հակառակ պարագայում քաոսային վիճակ էր ստեղծվում, փլուզվել էր միջուկային զենք ունեցող պետություն եւ ողջ աշխարհը սարսափած էր։ Դրա համար մենք ստիպված ենք պայքարել նախ եւ առաջ այդ կարծրատիպի դեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դա սրբություն է։ Բոլորս ասում ենք Մինսկի խումբ, բայց Մինսկի խմբից առաջ կրկին եղել են նախաձեռնություններ։ Ամենահայտնին դեռևս Խորհրդային Միությունը դեռ փլուզված չէր, այսպես կոչված Ժելեզնևոդսկի նախաձեռնությունը։ Ելցիններն այնտեղ Նազարբաևն էր, Ղազախստանի նախագահան, որը դիտարկում էր ամբողջությամբ այս հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մյուս հայտնի նախաձեռնությունը Իրանի միջնորդական առաքելությունը, որը տապալվեց, ինչպես գիտեք, Շուշիի, տենց են բացատրում, Շուշիի գրավման, ազատագրման պատճառով։ Կրկին Իրանի նախաձեռնությունը դիտարկում էր այս հարցի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մինչև Լիսաբոն ԵԱԿ շրջանակներում տարվող բանակցությունները բոլոր այդ մտքերը նույնպես դիտարկում էին այս հարցը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Բանը հասավ նրան, որ Լիսաբոնում Հայաստանը գնաց աննախադեպ քայլի, օգտագործեց իր վետոյի իրավունքը, որը ես ձեզ ասեմ ԵԱԿ պատմության մեջ շատ քիչ նախադեպեր ունեցող օրինակ է։ Սառույցը կոտրվեց, հիմա մենք ասում ենք Քիվեստը, վայ հող են հանձնել, վայ մեղրին էին տալի եւ այլն, մարդիկ, որոնք չեն հասկանում իրականում ինչ է կատարվել։ Քիվեստում մենք կոտրեցինք այդ կարծրատիպը։ Մենք կոտրեցինք, որտեղ ճանաչվեց, որ Ադրբեջան տարածքային ամբողջականությունը ենթակա է քննարկման, որտեղ Հայաստանին պետք է անցնեին ոչ միայն նախկին ՆԿՕ-ի տարածքները, այլ նաեւ Լաչինի միջազգը։ Հա, այսինքն այլևս չկար այդ տաբուն, այդ առասպելը, որ չի կարելի քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ նոր դրանից հետո մենք կարողացանք երկարատև բանակցային փուլերով, նայեք, բանակցային փուլեր կան, որոնց մասին չեն խոսում, բայց այդ փուլերով անցել ենք մենք, հայկական կողմերը, կարողացանք հասնել Մադրիդյան սկզբունքներին։ Ի վերջո Մադրիդյան սկզբունքները ինչ է։ Մադրիդյան սկզբունքները դա միջազգային հանրության փորձն է համադրել, կարծես թե անհամադրելի երկու սկզբունք՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։ Հիմա նայեք, ինչ էվոլյուցիա ենք ապրել։ Դիտարկել դա աղճատված ձևով, ինչ թղթեր հանել, ասել, տեսեք ինչ են խոսացել։ Հետ գնալ եւ հղում անել Լիսաբոնին նորից եւ մոռանալով որ եղել են այո Մադրիդյան սկզբունքներ, ընդ որում իրենց ուղարկած այդ 2019 թվականի փաթեթում նույնպես խոսվում է այն մասին, որ Արցախի ժողովրդի բնակչության այդ պահին բնակչության հարակվեի միջոցով եւ ընդ որում ցանկացած ելք չէ պատրաստ էին ընդունել։ Լավ, ինչու սա թողնել եւ վերադառնալ Լիսաբոն։ Նայեք, ցանկացած փաստաթուղթ բացի ամեն ինչից, նաեւ ինչ է, նա արտահայտում է անգլերեն արտահայտություն կա, չէ՞, on the ground, այսինքն իրավիճակը գետնի վրա։ Դու չես կարող գետնի վրա ունենալ, այսինքն այդ տեղում այլ իրավիճակ, ստորագրես ուրիշ փաստաթուղթ։ Երբ որ դու ունեիր Արցախի հանրապետություն իր բանակով, իր քաղաքացիներով, իր տնտեսությամբ, դու կարող ես բանակցել բոլորովին այլ փաստաթուղթ։ Երբ որ դու չունես ոչ մի բան, դու վերացրել ես այդ պետությունը, պարզ է որ պետք է խոսես Լիսաբոնից եւ չգիտեմ ինչից։ Պարոն Միրզոյան, դուք էլ իրավամբ նշեցիք, որ ի վերջո բանակցությունները արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք ընթանում էին ոչ միայն Մինսկի խմբի ձևաչափում, այլև
առանձին հանդիպումներ էին լինում, այդպիսի հանդիպումներ եղել են Դավոսում, Աշխաբադում, Դուշանբեում, Մյունխենում, Սանկտ Պետերբուրգում։ Ինչի մասների վերջո տետ-ա-տետ բանակցում Փաշինյանն է։ Հիմա գոնե հասկանալի է։ Գիտեք, նախ եւ առաջ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել հենց բուն բանակցողին։ Նայեք, ինքնին առանձին հանդիպումներ ունենալը մեծ հանցանք չէ։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ դեպքեր, երբ որ Միսկի խմբի գործունեությանը զուգահեռ, ասենք թե կողմերը ունեցել են ինչ-որ շփումներ երկկողմ եւ այլն, հա, նույնիսկ եռակողմ, դա բացատրում է նրանով, որ կան ինչ-որ հարցեր, որոնք ավելի արագ կարելի է լուծել ոչ թե բանակցելով միջնորդավորված միջնորդի միջոցով, այլ ուղղակի շփումների ժամանակ, բայց այդ ամբողջը տեղավորվում է ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Հիմա ինչի մասին է խոսել Փաշինյանը, եկեք խոսենք ոչ թե նրա մասին, թե ինչին հանգեցրեց դա։ Հա, իսկ թե ինչին հանգեցրեց, այ արդեն մենք բոլորս գիտենք, հանգեցրեց նրան, որ նախ տեղ ունեցավ պատերազմ, որին Հայաստանը փաստորեն պատրաստ չէր։ Եվ այսօր, երբ որ մեզ ասում են, որ այո, մենք պատրաստ չենք, բայց պատրաստ չենք նախկինների մեղքով, հա, ուղղակի պետք է հիշենք, որ հենց պատերազմի նախօրեին ամենաբարձր ամբիոնից մեզ հավաստիացնում էր, որ Հայաստանի ռազմական հզորությունը ավելի զորեղ է, քան թե նախկինների օրոք, հա։ Հիշում եք հայտնի պատմությունը այդ ռուսական սու կործանիչների բերման հետ կապված, երջանիկ նկարները, ակնարկները, որ տեսեք։ Սարդարապատում ելույթը։ Տեսեք, նախկինները չեն կարողացել բերել։ Հա, ուղղակի տեսադաշտից դուրս մնաց այն հանգամանքը, որ այդ կործանիչները բերվել են առանց որևէ ռազմական մթերքի եւ ուղղակի թանկարժեք խաղալիք են եւ սելֆի անելու միջոց, հա։ Մինչև օրս ես որքան եթե չեմ սխալվում, համենայն դեպս հանրային տիրույթում չկա որևէ տեղեկատվություն, այդ ինքնաթիռները չեն օգտագործվում, ռազմական հերթապահության չեն կանգնում, հա, իսկ երբ որ ինքնաթիռը չի օգտագործվում, չի թռչում, դա գիտեք ինչին է հանգեցնում, դա ուղղակի ծերանում է, մաշվում է, հա։ Դա հանգեցրեց, այսինքն այդ բանակցությունները հանգեցրեցին նաև հետ պատերազմյան շրջանում անհասկանալի մի շարք քայլերի, երբ որ թմկարելով, որ մենք պետք է գնանք ինչ-որ կարգավորումների, առանց որևէ փոխադարձ համաձայնեցման եւ այլն, Հայաստանը միակողմանի հանձնեց մի շարք ստրատեգիական կարևոր հատվածներ իր սահմանի վրա, հիշում եք Գորիս-Ղապան հատվածի հանձնումը, մինչև օրս պարզ չէ, այսինքն պարզ է, բայց չկա մեկը, որ ասի առանց սահմանազատման եւ սահմանազատման աշխատանքների, այո։ Ով է այդ հրամանը տվել, որտեվ մեկը մյուսի վրա մեղքը գցում է, հա։ Հանգեցրեց նաեւ 22 թվականի հայտնի Պրահայի հանդիպմանը, որի արդյունքում ճանաչեց այո Ադրբեջանի Հայաստանը, որը հիշեցնեմ ձեզ, այն պահի դրությամբ գործող ազգային անվտանգության հայեցակարգի տարին եւ ոգուն համապատասխան հանդիսանում էր Արցախի անվտանգության գարանտը, դա ամրագրված էր եւ փաստորեն դա հակաօրինական քայլ էր, ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանը դադարեց լինել Արցախայցյան անվտանգության գարանտ։ Եվ դրա արդյունքն է իհարկե Արցախի հայաթափումը, որի հետևանքով Արցախահայերը, որոնք սերունդ ապրել են այդտեղ, վերապրել են հռոմեական կայսրությունը, Ալեքսանդր Մակեդոնացի, մոնղոլներ, Լենք Թեմուր եւ այլն եւ այսօր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը։ Պարոն Միրզոյան, ես ճիշտ ասած պատահաբար չհարցրեցի, թե ինչ պիտի քննարկվեր, որովհետեւ սրա մասին միգուցեև խոսել էր Բայրամովը իր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, եթե հիշում եք, ասում էր, որ առաջին հանդիպման ժամանակ Ալիև Փաշինյան պայմանավորվել էին, որ հողերի հարցը պետք է լուծվի, հետո արդեն երկրորդ հանդիպման ասում էր դու ուզում ես ինձ սպանել,
Սրա մասին չէր արդյոք։ Հնարավոր է, ես ոչ կարող եմ հաստատել, ոչ կարող եմ հերքել, կրկին, գիտեք, պարզ է, որ Բայրամովի այդ ինտերվյուն, որը նաև մեծ աղմուկ առաջացրեց, պատահական չէր արված, պարզ է, որ այնտեղ երևի թե յուրաքանչյուր տառ, բառ ճշտված էր, ճշգրտված էր եւ հատուկ նպատակով էր ասվում։ Գիտեք, այսօրվա Ադրբեջանի իշխանությունները շատ ծանր իրավիճակում են իրականում, որտեղ իրենք հասկանում են, որ հանձինս Փաշինյանի իրենք ստացել են, կոպիտ ասած, իրենց շահումի տոմսը, հա, լոթերեի այդ շահումի տոմսը, բայց մյուս կողմից Փաշինյանն էլ դա հասկանալով եւ իր բնավորությանը հավատարիմ ժամանակ առ ժամանակ փոխում է ինչ-որ իր վարքը, իր բանը, հիմա Ադրբեջանը մի կողմից ցանկանում է պահել Փաշինյանին, բայց մյուս կողմից է ստիպված է ժամանակ առ ժամանակ, ինչ են ասում, փեշի տակից փայտ ցույց տալ, հա, որպեսզի ինքը հանկարծ չշեղվի ուղղությունից եւ շարունակի անշեղորեն կատարել իր բոլոր խոստումները։ Հիմա հայտարարությունը այսօրվա, որ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում 300,000 ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ արվող քայլերը բավարար չեն, այդ փայտ ցույց տալն է։ Կարծում եմ այո։ Ուզում եմ հասկանալ, պարոն Միրզոյան, ձեր գնահատմամբ վերընտրվելու դեպքում այսօրակարգը գալու է, մնալու է, ինչու եմ ասում, որովհետև հայկական կողմը շարունակում է պնդել, որ սա բանակցային թեմա չէ։ Հայկական կողմը, այսպես ասած, ուղղակի իրենց զբաղեցած դիրքով մի քիչ տարօրինակ է հայկական կողմ անվանել, կարող է ամեն ինչ պնդել, բայց երբ որ հակառակ կողմը շարունակում է հանդես գալ պնդումներով, ընդ որում հետևողական, բոլորին այլ իրավիճակ է ստեղծվում։ Մեզ ասում են երկար ժամանակ, մեզ ասում են, որ ասենք թե Զանգեզուրի Միջանցքի մասին խոսք չի գնում, չէ՞։ Ասում են։ Այո, հա, ասում են։ Հիմա են ասում Զանգեզուրի Միջանցք չէ, թրիփ է։ Հա, մոտապես հիշում եք այդ հայտնի բանը, ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոս, ինչ որպես մի բան կա, չէ։ Հոս արև, հա։ Իրեք այդ բաները իհարկե կարելի է ընկերական միջավայրում կիրառել այդ հնարքները, ինչ որ գինովցած վիճակում, ընտանեկան միջավայրում, բայց քաղաքականության մեջ դա չի աշխատում։ Երբ որ դու մտնում ես ինչ-որ մի process-ի մեջ, պահը գալիս է, երբ որ դու ստիպված ես վճարել քո բոլոր խոստումների դիմաց։ Եթե Փաշինյանը չլինի, Հայաստանն էլի վճարելու է։ Նայեք, հիմա եթե ես ձեզ ասեմ, որ Փաշինյանի հեռացումը իշխանությունից դա մեր միակ փրկությունը, գիտեք, չեմ կարծում, որ դա է միակ մեր փրկությունը։ Փաշինյանը դա երևույթի գագաթն է, գիտեք, դիագնոզն է։ Եթե 26 թվականին մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վերջ տալ այսօրվա ռեժիմին, մենք պետք է հասկանանք, որ դրանից հետո մեզ սպասում է ավելի շատ ծանր, երբեմն անմարդկային ծանր աշխատանք։ Մենք չպետք է վախենանք, այնակ մեզ անդադ սրսկում են, չէ՞։ Եթե ինքը հեռանալ լինելու է պատերազմ վաղ թե ուշ լինելու է։ Ուղղակի ինչքանով պատրաստ ենք լինելու։ Յուրաքանչյուր մարդ, ով այսօր մեզ համոզում է, որ պատերազմը արդեն սպառվել է, պատերազմի վտանգը, նա սրիկա է, նա մեզ խաբում է։ Հասկանում եք, պատերազմ լինելու է։ Պետք է միշտ պատերազմից խուսափել կա միայն մեկ տարբերակ լինել պատրաստ պատերազմից։ Դրա համար պետք է աշխատել, պետք է երկիրը կառուցել, շենացնել, ոտի հանել, մաքրել։ Այս ամբողջ աղբից, որը կուտակվել է, որը երբեմն հորդում է մեր տեղեկատվական ալիքներից, հա, եւ դարձնում է մեր առօրյա կյանքը ուղղակի անտանելի է։ Այդ հնարավոր չէ այդ ամբողջ աղմուկը լսել, մարսել, կոմեշով անցկացնել։ Ես ձեզ ասեմ, 26 թվականը իրոք պատմական օր է, պատմական տարի է լինելու, շատ դա ոչ թե ռեժիմի փոփոխության տարի կլինի, այլ դա մեր ապագան որոշելու տարի է լինելու։ Կամ Հայաստանը շարունակում է մնալ Հայաստան, ընդ որում Հայաստան, որի հետ մարդիկ նստում են հաշվի։ Հա։ Չգիտեմ, գուցե ոմանք չեն զգացել,
բայց ես լինելով ներկայացնելով Հայաստանը, Արցախը տարբեր դիվանագիտական հարթակներով ես զգացել եմ ոնց են մեզ վերաբերում։ Ես զգացել եմ, որ նույնիսկ մեր փոքր Արցախը, մեր փոքր Հայաստանը կարող էր միջազգային հարթակներում ունենալ շատ ծանրակշիռ կարծիք, խոսք, որին լսում էին, որին ականջ էին դնում։ Չկա այսօր այդ նման բան։ Հիմա եթե մենք ուզում ենք ունենալ մի Հայաստան, որը իրեք լինելու ինչ-որ մեկի արբանյակ, անհասկանալի քաղաքական ուժերի, խաղերի, արբանյակ եւ այլն, չունենալով իր սեփական գաղափարը, միտքը, որը լինելու է ուղղակի խաղադաշտ, որտեղ աշխարհի ուժերները իրենց հարցերն են լուծելու, դա էլ է լուծում, հա, մարդիկ կարող են գնալ այդ ճանապարհը, բայց կարծում եմ այս ճանապարհը այլ պետք է լինի, կառուցել այնպիսի Հայաստան, որը մենք բոլորս ուզում ենք ունենալ։ Շնորհակալ եմ, պարոն Միրզոյան։ Հիշեցնեմ, զրուցում է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետևում եք։